պատկերացնի արհերցի կամ արջի այսպես արտաքինով հաղթանդամ տղամարդու, որի խոսքը արտաքին արդեն իսկ ազդեցիկ է, եթե տեսել եք Սևանյանցի նկարը, սովորական մեծ ծանոթ եկեղեցականների չափերից տարբերվում է, դեռ արտաքինը երկար է ասում, օրինելով քրիստոնեական եկեղեցու սպասավոր, զարմանալիորեն զբաղված է հեքիաթներ գրի առնելու, առակներ գրի առնելու, ժողովրդական պատմությունները գրում է գյուղերից, գյուղերից գարեգության Հայաստանի մեծապես, այսինքն Վան, Մուս, Սասուն, որոշներում հատվածներում և պատմել էր տալիս, որոշների խրախուսելով, որոշների գինի խմելով, որոշների հետ չգիտեմ, այդ շփումը մտերիմ ասում է, որ դուք մարդիկ եք բնավորության մարդիկ են, կարող է չոբանը, այլ բնավորությամբ չոբան, ոչ թե փողի, կոպտեր ճանապարհ դներ և այս մարդիկ արորակներ խոսեցին գտրել այդ մարդկանց առօրյայից, նետել այդ առասպելական մտածողության հիշողությունների ալբոմների դիրքը ինքնին կրվում են այդ խոսանքի նկարիքին և Սրվանսյանցի շնորհիվ մենք ունենք էպոսի առաջին հրահրումը, որ հրատարակել է գրոց անունը կոչվող Շեղավացը, որը կոչվում է Սասուսի գավիթ կամ Մհերի գույք։ Ամենաարժեքավոր որոշությունները մեզ հասած ամփոփված են Գարեգին Սրվանսյանցի երկերի երկհանդուրյալ, որտեղ ամբողջությամբ կան այլ էպոսի գրի ավարտը կապված է, բայց զարմանալի ինչ-որ անգամ մոդական բանաձևեր են յանում Սրվանսյանցը, ինչպես սև հավիի միջոցով ողիտակ ոսկի և այդպիսի մեզ համար անհասկանալի կարելի ինչ-որ բան է թողել, դրա նկարետաբերություններ, որը օգտագործելով անում են այդ հավատալիքները ամբողջ վերցրել փոխանցել, ինչով էր զբաղվում ժողովուրդը, ոչ որ ավանդույթ փոխանցում և ամենանպարավորի խորհրդային պատմություն ունի նաև Մհերի գյուղ կամ ագրավատար կոչված այդ առասպելական վայրի մասին, մեծ միշտ չունի է, որ Մհերի գյուղը նորից դուրն է, բոլոր առնվազն ֆոտոներով տեսել եք, որի վրա սերտակիր արձանագրություններ են ու արտաքին շրջանից, բայց ոչ, այդ ժայռերի մեջ ժայռապետ դահլիճներ կան, ոչ թե խուց ու սենյակ ոնց որ գեղարդում, այլ ամբողջական դահլիճներ, այսինքն այն որ ասում Մհերը մտել է քուրդի ջալալի հետ, քուրդ կեցակնի հետը որոշ պատումների համաձայն ընկել է նաև Ֆերի Թորոսը, որը պատասխանատու է հայկական ռազմական ոգու համար, այսինքն զուգուժի ներկայացուցիչներ, իսկապես այդտեղ կարելի է մի ամբողջ ցուցահանդեսում կարող է այդտեղ ապրել, այսինքն առասպել կարողանալ իրականությունը, որը մենք գործը կարողանալ